Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր իմ հյուրերն են մեր տաղավարում Ռուբեն Հախվերդյանը եւ հասարակական գործիչ Ազատ Արշակյանը։ Ողջունում եմ պարոն Նայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք կարող եք էկրանին երևացող համարներով զանգահարել եւ հարցեր տալ մեր բանախոսներին, իսկ ես ասեմ, որ մենք խոսելու ենք տարբեր հարցերի մասին, բայց ուզում եմ առաջին հարցը տալ Ռուբենին մշակութային։ Ես գիտեմ, որ հրատարակվել է ձեր գիրքը եւ շուտով լինելու է շնորհանդես։ Կխնդրեմ պատմել, ինչ գիրք է, ինչու եք հրատարակել այդ գիրքը, ինչա ձեր մտքով անցել։ Ես մի անգամ արդեն հրատարակել եմ, բայց դիզայնը դուրս չեկավ եւ այլն։ Հիմա նոր դիզայնով Ամերիկայի մի ընկերը տպագրեց 2000 օրինակ, որոնցից 1000 ինքը նավով ուղարկել է ստեղ եւ շնորհանդես պիտի անեմ բնականաբար։ Դեռ դալիճ չենք ընտրել որտեղ պիտի անենք, բայց կարծում եմ մի շաբաթվա մեջ երևի շնորհանդես տեղի կունենա։ Ես առանձնապես ռեկլաման էլ չեմ սիրում, բայց գիտեմ, որ ժողովուրդը այդ երկերը շատ երկերի խոսքեր սիրում է եւ գիրքը կոչվում է խոսքեր։ Այդ երկերի խոսքերն եմ ուղղակի տպագրել, որտեղ շատերը հարցնում են խոսքերը մոտդ կան, ասում չէ, բայց հիմա կարող ասեմ, որ կարող եք այդ գիրքը վերցնել այդ խոսքերով երկել եւ այլն։ Այո, շատերը երգում են ձեր երգերը եւ դա չմոռանա ասել, որ երգի այն տեսակը, որ ես եմ արտադրում, դա կոչվում է բանաստեղծական երգ, որ եթե երաժշտությունը մեջից անես, ինքը որպես բանաստեղծություն արդեն ինչ-որ մի բան Իրանից ներկայացնում է։ Հասկանալի է եւ գիտեմ, որ դուք նաեւ հրատարակել եք մանկական երգեր։ Այո։ Ինչը դրդեց ձեզ այդ մանկական երգերի սկավառակը, թվում է, թե դա լրիվ առանձին գործ է, առանձին երգահաններ կան դրա համար։ Դրա մեջ այդտեղ կան նաև իհարկե ժողովրդական երգերի շարք, արև եկեք եւ այլն, որը երգեց Լուսահոգի Արաքս Ստավցյանը, որը ինձ համար հրաշալի երգչու էր, ինձ հետ միասին պատիվ արեց ինձ ուրից հետ երգեց եւ իմ գրած երգերը եւ այդ մանկական երգը կոչվում էր 0-ից 100 տարեկան երեխաներին։ Ինձ բավականին ժամանակ իմ մանկությունը պղծել են այդ կարճելի սովետական այսպես կոչված մանկական երգերը։ Գիտեք ինչ երգը կամ լավն է լինում, կամ վատն է լինում, չի մանկական կամ մեծերի։ Նույնիսկ մեծերի երգեր կան, որ երեխեքը սիրում են, մեղեդին կամ խոսքն դուրներ է գալիս, եւ այնտեղ կան եւ մեծերի համար, այսինքն լավ երգը տարիք չի ճանաչում։ Օրինակ Beatles-ը որ լսում են, եւ մեծերն են լսում, ինչի են դասական համարվում Beatles խումբը, եւ փոքրիկները, որտեղ մատչելի մեղեդիա, հրաշալի հարմոնիա եւ հոյակապ խոսքեր։ Հասկանալի է։ Եկեք սրանով մշակութային մասը ավարտենք եւ անցնենք։ Ես մի հատ էլ ավելացնել, համեցեք։ Երբ որ մանկական երեխու հետ խոսում ես երեխայի նման, նապաստակն եմ ես բաներ չի կարելի անել, որովհետեւ երեխան ֆարշ ամիջապես զգում է։ Երեխայի հետ դե խոսես մեծի նման։ Ես ասեմ ավելին, որ այդ երգերը պետք է երեխաներին դաստիարակեն այն հասարակության անդամ դառնալու, որտեղ իրենք ապրում են, եւ ահա ես անցում եմ կատարում դեպի հիմնական մեր թեմային, մեր հասարակության հետ ինչ որ բան այն չէ։ Ինչու այն չէ, շատ չգիտեմ։ մեղմ բան ասում։ Ես մեղմ եմ ասում, բայց իրականում երբ որ կողքից նայում ես այն ակնհայտ, այն իրավիճակները, որտեղ գտնում է մեր հասարակությունը, որ պիտի 100 անգամ մնդվզեր, հոդվածներ գրեր, պայքարեր, մեր հասարակությունը լռում է եւ ճիշտ ասած ես կուզենայի
պարոն Արշակյան, սկսել ես հարցի քննարկումը ձեզնից, որովհետև դուք երկար տարիներ ձեր համոզմունքների համար նստել եք խորհրդային բանտում։ 12 տարի։ Եվ արդյոք այն հասարակությունը կամ այն պետությունը, որ հիմա ունենք, դա ձեր երազանքների պետությանը անկախ Հայաստանին ինչ-որ մոտ բան է, թե դեռ շատ հեռու է, որպեսզի մենք հասնենք այն խնդրին, որի համար դուք տառապել եք։ Ես պետք է ասեմ, որ մենք մոտենում ենք երազանքին։ Այ երազանքը ամեն անգամ հենց որ մենք մի քիչ մոտենում ենք, երազանքը հեռանում է, ավելի բարձրանում է։ Բայց ես գոհ եմ, իմ ընկերոջ կարծիքը չեմ կիսում, որտեղ հասարակության շերտեր կան։ Իհարկե միշտ եղել են լումպեններ, հասարակության մեջ եղել են սպառողներ, ամեն ինչը սպառողը։ Մենք մի քանի օր առաջ դրա մասին քննարկեցինք, նույնիսկ կառավարության նիստի ժամանակ դա խոսեց, որ Հայաստանի Հանրապետությունը սպառում է իր ջրային ռեսուրսները, վաճառելով իր ջուրը որպես ձուկ։ Այսինքն սպառման հասարակության մեջ կա մեծ զանգված սպառողների, բայց կան նաև հասարակության մեջ անձնազոհների, նվիրյալների, հասարակության մակարդակը ձևավորողների եւ այդ իդեալը, որ ասեցիք, երազում ես, թե չէ։ Ես ինչ որ ես արել եմ, մենք ինչ որ արել ենք, մենք դա ժառանգություն ենք ստացել։ Այ մեր սերունդը, իմ եւ Ռուբենի սերունդը, մենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռված, հաղթած ժողովրդի սերունդ ենք, այ հասարակություն, երբ որ ասում են, ասենք ես համարում եմ, որ Թամանյան դիվիզիայի Բերլին մտած հայկական բանակի սերունդն եմ։ Մեր տանը իմ շրջապատում մարդիկ էին, որոնք որ մտել էին Բերլին զենքը ձեռքներին, բայց նույն տեղում կային եւ այդ կոլխոզի չոբանը կար, ես չգիտեմ, այդ ստուկաչները կային, Կաբզոն ու Լեշենկո լսողները կային, հիմա Ռուբենը մեր հետ է դրա համար ես երաշտա, այսինքն մեր մթնոլորտը լցված էր Կաբզոնի երգերով, կամ Սամոյցե Դաբրավոլցի եւ այլն, այդպիսի բաներով։ Ուզում ասեմ, որ հայ հասարակությունը, եթե մենք վերցնում ենք, կարճ ասած հիմա երաշտության մասին շատ խոսեցինք, մենք դաստիարակվել ենք նվագախմբի տղաների իդեայով, այ հայ ժողովուրդը, հայ երաժիշտները նվագախմբի տղաներն են, կոլաբորացիոնիստներ են։ Պատկերացնում եք, մեզ այստեղ կողքի շենքն է, չէ՞, դրամատիկ թատրոնը կողքն է։ Մեզ դաստիարակում էին, ասում էին, որ դուք ձեր երկիրը կործանող երաժիշտները, ձեր մտավորականները երկիրը կործանում են, ծաղրում են հայրենիքը եւ հայրենասիրությունը։ Նախ եւ առաջ պետք է նոր, այսինքն օբյեկտիվ պատմությունը անցնեն դպրոցներում։ Ես վախենամ, թե դպրոցներում նույնիսկ սովետական պատմության գրքերն են կամ դրանից ավելի վատ բան, կիսաճշմարտություն ագրված։ Որտեղ ինչ որ անում են ներկա իշխանությունները կամ արմատից չեն բռնում այս ամեն ինչը սխալ ուղղելու համար։ Կիսաճշմարտություններ են դրանք, որոնք շատ ծանր ազդեցություն են թողում ժողովրդի վրա։ Ես վերջերս երրորդ թե չորրորդ դասարանի դասագիր բացեցի, նենց բանաստեղծություն կարդացի, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Ով էր գրել, չգիտեմ, ընկերներիցս մեկի հեռախոսի վրա տպել էր։ Հայկոն Հակավի Տրուսիկը, չգիտեմ, ինչ ապուշություն էր գրած։ Ես ուզենայի մի հատ թերթել տեսնել, ես ինքս որովհետև օրգանապես դպրոց տանել չեմ կարողացել, մանավանդ սովետական դպրոց, եւ այդ պատճառով էլ նաեւ, որ ինձ դպրոցից դուրս արեցին, որովհետեւ պատմության դասագիրքը վարել էի ու շպրտել բանի երեսին մեր պատմության ուսուցչուհու երեսին, որովհետեւ իմ տատիկը բոլորին ուրիշ ձևով էր ներկայացրել կոլեկտիվացումը, որտեղ իր ամբողջ ցեղին կոտորել էին դեռ կոլեկտիվացման, ամուսնուն գնդակարել էին, աքսորել էին, մյուս պապիկից գնդակարել էին 37 թվին ու մենք մեծանում ենք
կեղծ պատմությամբ։ Դրա համար էլ հայ ժողովրդի մոտ ահռելի քանակությամբ բաների կոմպլեքսեր առաջացել, բարդույթեր առաջացել թերարժեքության։ Այո։ Բայց մինչև մենք չգրենք Ու մենք հիմա չասենք։ Չէ, չգրենք, մեր դասագրքերով չսովորեն երեխաները, որ Ստալինի վաղտ եղել է ֆաշիստական ռեժիմ, որ հիմա կատարում է նույն բանը եւ այլն, ինչ պիտի փոխվի։ Ես ուզում եմ շարունակել, եթե այդքան չդիմացա։ Տես հասարակությունը, այսինքն ցույցերին, երթերին, որ կորչի պետականությունը, հայ ժողովուրդը լայ ժողովուրդ չի։ Մեզ հանում էին փողոց, մենք հազարներով անցում ենք, ասում ենք կեցել լինյան ազգային քաղաքականությունը, որը որ ատում է հայկականությունը։ Մենք երթեր էինք կազմակերպում, բայց նույն ժամանակ կան կոշտ թվեր։ Ես որ ասեցի երկրորդ համաշխարհային պատերազմ, ինչի ասեցի, որ տեսեք 55 թվին, 1955 թվին զոհվել է Նժդեհը բանտում Վլադիմիրի։ Այո։ Ես թվեր ասեմ, սովետական միությունում հակասովետականության համար դատվել է 3000 հոգի ամբողջ սովետական միությունում։ Մենք սովետական միությունում 1.5% էինք բնակչության։ Մենք 10%-ից ավել ենք եղել, 200 հոգուց ավել միայն հայ է դատվել։ Այսինքն դա ըմբոստության, պայքարի, այ հասարակության, ես կարող եմ ասել, չէ, ընտիր մասը կա։ Պատկերացնում եք սովետական, մենք ճիշտ այնքան ըմբոստ հայրենասեր ասեմ, սովետական միության այդ քո ասած ֆաշիստական ռեժիմի դեմ, ստալինյան ռեժիմի դեմ պայքարող ունեինք, ինչքան որ Ուկրաինան հավասար էինք։ Այդ բանտում մենք ճիշտ այնքան էինք, ինչքան շատ մեծ, մանավանդ հիմա կռվող Ուկրաինան, ուկրաինացիները, այսինքն կռվող, պայքարող ժողովուրդ եւ հասարակություն է եղել Հայաստանը, հայ մարդը, իզուր չէր, որ Ղարաբաղյան շարժումը մի փոքր այդ պերեստրոյկան, մի փոքր միջանցք, մի փոքր բան թույլ տվեց, որ շարժ լինի, տեսեք ինչ ազգային ազատագրական շարժման սովետական միության դրոշակակիրը դարձավ հայ ժողովուրդը։ Ես ուզում եմ ասել, որ նայած ոնց ենք մոտենում, ով է մեր համար նմուշը։ Տեսեք քո ներկայությունը այս հաղորդմանը, չէ՞, հիմա դու չես ինձ համար որպես Հախվեզյան Ռուբոչե, այն կերպարը քո երգերի միջոցով, քո երգերում ձևավորված։ Հիմա մեզանից 50 տարի հետո, արդեն 50 տարի է կաց, չէ՞ դու, որպես ստեղծագործող, պատկերացու եւս 50, հա, Ախվեջան, մի հատ էլ 50 ավելացնենք 100 տարի հետո Հայաստանի Հանրապետության, հայկական պետության մայրաքաղաքի կերպարը չի լինելու նվագախմբի տղաների ճուտոն։ Լինելու է քո երգի հերոսը։ Այդ դա է լինելու։ Թույլ տվեք միջամտել մի փոքր։ Արդյոք դուք մեծ տարբերություն եք տեսնում այն ժամանակվա պատմության խեղաթյուրումների, մոտեցումների եւ այժմյան մոտեցումների միջև։ Այն ժամանակ պետք էր, որ խորհրդային միությունը իր գաղափարական սպանը պահեր եւ բոլոր ամբողջ պատմությունը հարմարեցված էր դրան։ Հիմա այլ դասագրքերում հարմարեցնում են այս նոր իրավիճակին մանավանդ պատերազմից հետո։ Մեր վրա բռնություն ա գնում նաեւ ինֆորմացիոնի իմաստով, չպետք է մոռանանք այդ բանը, որ ասենք Զախարովան կարող է նես բաներ ասել, որ մենք լռում ենք, պատասխան չենք տալի։ Կիրիլ, այսպես կոչած գլխավոր տերտերը ռուսների, ասեց գենոցիդ չի եղել։ Կամ չափազանցված են այդ թվերը, նույն բանն է։ Երկու անգամ ասեց, մի անգամ կարծեմ չափազանցված են թվերը ես եմ լսել, հետո ասել էր գենոցիդ չի եղել։ Հիմա ինչու դրան չարձագանքեց ոչ այսպես կոչված վարչապետը, ոչ կաթողիկոսը։ Ինչու։
Դա քաղաքականության ձև է։ Ես ուրիշ հարց կտայի ձեզ, իսկ ինչու են այդ ալիքները այդպես ուղիղ հեռարձակվում եւ անընդհատ այդ ռոպագանդան ազդում հայ ժողովրդի վրա, ինչու՞։ Որևէ հայկական ալիք Մոսկվայում Դա ճնշում է ժողովրդին։ Հոգեբանական ճնշման ձև է, հոգեբանական տերմին, այո, հոգեբանական ճնշում։ Այո, մենք չենք պատասխանում այդ բաներին, ես կարող եմ հասկանալ վարչապետը ինչու չի պատասխանում, որովհետև ինքը ունի իր կոնցեպցիան, Լավ, եւ իսկ այդ կոնցեպցիան եւս կասկածի տակ է դնում այդ գենոցիդը, չէ՞։ Հիշում ենք իր արտահայտությունները, որ մենք դեռ պիտի հասկանանք, ինչ ա եղել, ոնց ա եղել։ Ես կարող եմ համառոտ ներկայացնել վարչապետի մոտեցումը, որ գիտեք ինչ կա, այդ ցեղասպանության խնդիրը իրականում ռուսներն են մեզ բան արել, օրակարգ մտցրել, որովհետև մինչև 54 թիվը բայն չէինք լռում։ Կներեք, բայց հիշում եք, եթե հիշում եք։ Այո։ Մեր ժամանակ Պարուս Սևակը իրավունք ուներ թուրքերի մասին խոսել, որ արյունարու մեր հին թշնամու եղունգների տակ է մեր արյունը, Հովհաննես Շիրազը իրավունք ուներ թուրքերին քննադատել, մնացած բաները հայրենասեր մարդիկ էին համարում նրան, բայց նրանցից ոչ մեկը ռուսական կայսրության դեմ ոչինչ չէր գրում։ Այո։ Մի հատ ուրիշ բան էլ ասեմ։ Այս մարդիկ, որ այն տարիներին նստած էին բանտերում, ոչ միայն ինքը, տասնյակ մարդիկ են նստած եղել։ 200 հոգի։ 200 հոգի։ Այսպես 176 անուն ազգային կուսակցությունը, հայ հեղափոխական դաշնակցությունը, օգնության ձեռք մեկնել է սրանց, չէ որ նրանք էլ էին ասում ազատ անկախ միացյալ, եւ նրանք նույնպես ասում էին ազատ անկախ միացյալ Հայաստան։ Եկեք հարցնենք պարոն Աշակյանը։ Որևէ դաշնակցությունից որևէ օգնություն դուք ստացել եք այդ տարիներին։ Չէ, իհարկե չէ, դաշնակցությունը այդ ժամանակ այլ քաղաքական կուրս ուներ, հարմարվել, չէ սադրել, այսպես մեզ օրինակ պաշտոնապես, ասենք ինձ դաշնակցության ղեկավար։ Հա, բայց կարող էր օգնել որպես քաղաքավանտարկյալ, չէ։ Հա, չէ, տեսեք ինչ խնդիր է, իրենք մեզ համարում են սադրիչ, մենք սադրում ենք, այսինքն ստեղ մի նորբություն կա, դաշնակցության մասին տարբեր կարծիքներ կան։ Մի րոպե, նաև դիսիդենտներ էին նստած, չէ, որ ասենք։ Այո, տեսեք, մեր նկատմամբ, այսինքն ազգային ազատագրական պայքարի մարտիկների նկատմամբ դաշնակցության սփյուռքի վերաբերմունքը, սփյուռքի քաղաքական ուժերի վերաբերմունքը եղել է, որ մենք սադրում ենք, նրանք չէին վստահում ռուս ժողովրդին։ Դա շատ հետաքրքիր է, թվում է թե ռուսական ագենտուրա են շահերի, բայց պարզվում է, որ իրենք ռուսների մասին ավելի վատ կարծիք ունեին, քան թե մենք։ Ասում են, որ դուք չեք հասկանում, թե ինչքան վտանգավոր բան եք անում։ Ռուսները թուրքերի գործընկերներն են։ Ես մի փոքր տեղեկություն տամ, քանի որ մենք Սիլվա Կապուտիկյանի մասին չխոսեցինք, Զորի Բալայանի, տեսեք, երբ է սկսվել պրո հակաթուրքական ելույթները եւ խիստ արգելված էր հակաթուրքականությունը, պայմանագիր ունի Ռուսաստանը, հետո սովետական միությունը արդեն Թուրքիայի հետ։ Սովետական միության տարածքում խիստ արգելված է հակաթուրքականությունը, պայմանագիր 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրով թույլ տալիս Սևակի Չէ, մի րոպե, բայց երբ թույլ տվեցին, երբ որ Թուրքիան մտավ ՆԱՏՕ։ Ես ձեզ օրինակներ կարող եմ բերել։ Հենց որ Թուրքիան որևէ ակցիա էր անում հակասովետական, Հայաստանում պոետը հանդես էր գալի, Մասիսարը դառնում էր գերբ, գերբը դառնում էր Մասիսարը, Սպարտակ թիմը, Երևանի Սպարտակ թիմը, իդեպ ասեմ, Սպարտակ թիմը, Սպարտակ բրենդը սպորտային կազմակերպության վրա նույնպես արտոնյալ էր, օրինակ Կիևի Դինամոն էր, Թբիլիսիի Դինամոն, Մինսկի Դինամոն Հայաստանին արտոնություն էին տվել, Սպարտակ Մոսկվա կար, Երևանում էլ Սպարտակ Երևան, Հայաստանը, 1960 թվականին, դուք պատկերացրեք, Սպարտակ անունը փոխում են Արարատ, արգելված բան, այսինքն դա այն ժամանակ է, որ ատոմային ռումբերը տեղադրեցին Ինջիլիկում, այսինքն սովետական միությունը պատասխանեց, հենց այդ ժամանակ Այսինքն մենք գործիք ենք, որ երբ որ պետք է օգտագործի, երբ որ
պետք չի Հուշարձանը, Եղեռնի հուշարձանի որի ես դպրոցական նա այդ ժամանակ հանկարծ հիշեց հակաթուրքական եւ այլն Սովետական միությունը դառնում էր հենց հակաթուրքական, Հայաստանը դրոշը բարձրացում էր բայց եկեք չմոռանանք մի բան, որովհետեւ դրանից արվում են ինձ թվում է սխալ եզրակացություններ, թույլ տալ, որ խոսես Թուրքիայի եւ թուրքերի դեմ խոսես ցեղասպանության մասին, խոսես Արարատի մասին, բոլորովին չի նշանակում, որ ստիպել նրանց խոսես այդ ուղղությամբ, այսինքն այդ ցանկությունը, այդ բանը փակված, արգելված է քո մեջ, դու ընդհանրապես մի փոքր բաց ես անում, կապարի չէ, այո, եւ սա պետք չէ շփոթել նրա հետ, որ միջև այդ ինչ չէիք խոսում, հիմա ինչ չէին խոսում, որովհետև արգելված էր խոսել, որտեղ ռեպրեսիաներ էին։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դաթայի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, մենք պատրաստ ենք պատասխանել նաև ձեր հեռախոսազանգերին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա, այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են, այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում, սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում, մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, եւ ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն են Ռուբեն Հախվերդյանը եւ Ազատ Աշակյանը։ Պարոնայք, այն հացը, որ ես եմ բարձրացնում, ինձ թվում է մեր պետականության համար ուղղակի կենսական նշանակություն ունեցող հարց է։ Մենք անկախությանը ձգտել ենք դարերով։
խորհրդային միությունում մեր բոլոր ներկաներն էլ երազել են այդ անկախ Հայաստանի մասին, գուցե պարոն Արշակյանը մի քիչ ավելի շատ, դրա համար էլ այդքան նստել է, բայց հենց մենք ստացանք այդ անկախությունը, այդ անկախությունը ստանալուց հետո, այսպես հաշված տարիների ընթացքում այն բոլոր երազանքները, որ ունենք կապված այդ պետության հետ, որը պետք է ավելի արդար լիներ, քան խորհրդային միությունը, որտեղ ապրում էինք, պետք է ավելի հայկական լիներ, որովհետև այնուամենայնիվ չնայած ամեն ինչին խորհրդային միությունը ճնշում էր եւ լեզուն, եւ պատմությունը, եւ ամեն ինչը, որպեսզի հանկարծ հայերը մի քիչ ավելի վերև չգնան, քան կողքի ազգերը եւ այլ, եւ այս իրավիճակի մեջ մենք փաստորեն 30 տարվա ընթացքում աճեցրեցինք մի սերունդ, որի համար ոչ թե գիտությունն է ավելի բարձր եւ արժեք, այլ ասենք կամ գիտնական պրոֆեսորը, որին այն ժամանակ մենք համարում ենք դա գագաթնակետ, այլ ասենք օրինակ թաղային հեղինակությունը կամ օլիգարխը կամ այս մթնոլորտը, երբ որ մտավորականությունը դիզիջել է իր դիրքերը, դա բերելու է նրան, որ ազգային գաղափարը եւ պետության նպատակը որպես այդպեսին դառնալու են 0։ Եթե կիսում եք իմ միտքերը, խնդրեմ Ռուբեն, ձայնը ձեզ։ Եթե ոչ, քննադատեք։ Ճիշտանց ինչ իդեալներով են ապրում մեր ջահելները, ես չգիտեմ, որովհետև շատ չեմ շփվում։ Թեև իմ տղան է արդեն բավականին մեծ տղա է։ Բայց մանկուց երեխայի մեջ պետք է դաստիարակելու ամրապնդել տղամարդկության չափանիշները, մարդկային չափանիշները, բարոյականության չափանիշները։ Ես չգիտեմ, ինչ ձևով է արվում, բայց ամենայնիվ ես ինչքան էլ Ճապոնիան լինի սպառողական երկիր եւ այլն, բայց նրանք դաստիարակում են տղամարդ եւ կին մարդ, եւ ճապոնացիները իրենց ազգային դեմքը այս ընթացքում չկորցրին, թե ֆեոդալիզմից միանգամից հասան կապիտալիզմի։ Օրինակ բերեմ ձեզ, ինձ որ մի հատ ջահել մի օր ասեց, գիտես Սերժը որտեղ է հաց ուտում։ Ես ասի չէ, որտեղ է հաց ուտում։ Ուտելը կարևոր բան է, էլի երևի։ Ասեց բանը, օջախում։ Հա, ասեք, ուրիշ տեղ չի կարա ուտի։ Ինքը օջախում է ուտում, ինձ ասում։ Ասի, դե, ուզում են դեղ ուտում է, գիտես ինչ է ուտում, ասում ինչ է ուտում, փորի գար։ Ստեն դե հարցրեց այդ փորի գարը, որն է, դու ասա չծնված գարն է, չծնված գարի միս։ Կարևորը չի թե գառա, թե իկրայա, թե ինչ է ուտում, բայց երեխայի միտքը աշխատում այն ուղղությամբ, որ ինքը կուզենա դառնա հարուստ մարդ, որ գնա այդ օջախ կոչված տեղը ու ուտի ինչ-որ փորի գառ, որտեղ սահմանափակում է իր ուղեղը։ Մեր ժամանակ սովետը ինչքան է թերություններ ունենալ, մենք կարդում էինք պարտադիր արկածային գրադարան, հրաշալի թարգմանություններով, Դիմիտրայելոց, Գանձերի կղզիկը, ադամատ որոնողները եւ այլն, հրացանակիրները, Կոմս Մոնտե Քրիստոն, ինչ բանա, տղամարդը ոնց կարելի է պայքարել մենակության, անազատության։ Ջեք Լոնդոնի շարքը ձմեռային։ Իհարկե, մենք կարդում ենք Ջեք Լոնդոն, Մինչև Ամերիկայում ընկերս մտել էր մի հատ գրադարան, ասել էր, գրադարանը վարումն ասել էր, դուք Ջեք Լոնդոն ունեք, ասել էր, դա ով է։ Դա ամերիկացիներից հեռու չի։ Նեսօր ես չեմ կարծում, որ այս տղան ամերիկացի, ոնց էր անում, ոչ թե Բայդենը, այս նոր պրեզիդենտը, Թրամպը ինձ թվում է շատ բաներով չի տարբերում մեր օլիգարխներից։ Օլիգարխ է էլի։ Հա, ինքն էլ է օլիգարխ, բայց միշտ էլ հասարակության այն նուր խելամիտ շերտը միշտ էլ քիչ է լինում։ Եվ երբ որ մենք հանկարծ միանգամից ազատություն ես տալիս,
քրեականին։ Նա հանկարծ բանը դուսակալի ջրեր էր, չէ, եւ նայեք, մեր ազգային հերոսները, կլներ Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե, Տուշման Վարդաև հարյուրավոր sense տղաներ, դրանք ինտելիգենտ մարդիկ էին, զարգացած մարդիկ էին, կարդացած մարդիկ էին, եւ այդ հերոսներից փոխանակ օրինակ վերցնեն, հիմա օրինակ են տեսան, որ իսկական հերոսները նրանք են, որ այն ժամանակ երբ օրինակ Լեոնիդա, Մոնթեա եւ այլն մնացածների իրաց կյանքը տվին անուն հայրենիքի, այդ ժամանակ Հայաստանը բավականին հաջող կողոպտողները դարձան իսկական հերոսներ, այսինքն շուռ տվեցին հերոսի կերպարը ու գլխի տեղը մեկ տեսանք հետույք կամ փորձ Եվ խնդիրն այն է, որ անդրադարձուն եք դուք ես հարցին, որտեղ մենք զանգում ենք զանգերով կշեղեն մեզ, ես թույլ տվեք արտահայտեմ, որովհետև ես համարում եմ, որ իմ նախորդ ելույթը նրա մասն էր, որ այլընտրանքը եղել է այդ լումպենիզմին, լումպենական քայքայիչ հայ ժողովրդին ընկճող նվաստացնող գաղափարախոսությանը եւ քաղաքական դիվերսիային եղել է այլընտրանք հենց որ արդյունքը ներկայացել է Սարդարապատ, պատկերացնում եք Սարդարապատի հուշահամալիրը կառուցվեց սովետական միության թույլտվությամբ եւ Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները բացմանը մասնակցեցին տեսեք ինչ երբ որ հնարավորություն տրվում է այ հիմա մեր խնդիրը որն է Հայաստանի Հանրապետությունը այսօր հնարավորություն ունի ես չեմ ասում իրավունք փոխելու դասագրքերը ամեն ինչ տեսեք մի քայլ արեցին ասենք Արսեն Ամիրյանին այսինքն Դավաճանին պատկերացնում եք մեկ որ խոսում ենք հերոսը Ակասյանը մինչև վերջերս կառնող այո հա Ռուբեն օրինակելի մարդը Դավաճան է, այսինքն մեզ ասում են Դավաճան մարդը հարգարժան է նմուշ է, այ հիմա ինչ են ասում, տարբերություն ես ու դու մեր հասակ տարիքը բռնում է մեզ դպրոցում պիոներ էինք երեխաներ էինք հրավիրում էին տոների կապակցությամբ հրավիրում էին մեզ փողկապներ էինք կապում գալիս նստում էինք դահլիճում ու գալիս էր հին բոլշևիկ մեկը պատմում էր թե ոնց է գնդակահարել հայ ուսուցիչներին այդ հին բոլշևիկը մենք էլ ասում ենք իսկ աշակերտների մեջ չկային դավաճաններ դրանց էլ գնդակահարեիք պատկերացնում եք երեխաներին նոյեմբերի 29-ին հրավիրում էին դպրոցում գալիս էր մի զառամյալ հիմա մոտավորապես իմ նման մեկը գալիս էր ասում է որ գիտեք մենք այդ բուրժուաներին նացիոնալիստներին գնդակահարեցինք Ղամարլուի, չգիտեմ որ, ռազմաճակատում բան, մենք երեխաներով ոգևորվում ենք, գալիս ենք տուն ասում ենք, պապի, դու որտեղ ես եղել, քեզ գնդակահարել են, թե դու գնդակահարողների մեջ ես, կոնկրետ իմ պապին սպա է եղել հայկական բանակի ակսորված։ Իմ պապը նույնպես, այսինքն ասում էր, հա, բալիկ ջան ասում էր, մեզ գնդակահարել են։ Մեզ գնդակահարեցին, հիմա ես տեսեք ինչի մասն եմ խոսում, խոսեցին, որ Ամիրյանին փոխում ենք պապ թագավորով, ուրեմն պետությունը պետք է անի, այսինքն պարտադրանք կա, մշակույթը պարտադրվում է, գրաքննությունը պարտադրվում է, մեր մոտ հիմա առաջի անգամ մի հոգի դատվել է հայ ժողովրդին հայհոյելու համար, մի աղջիկ, Պիրաշկովա աղջիկ, ռուս աղջիկ, Հայաստան մեկել ասել է ես ժողովուրդը, իրեն վրա ջուր են լցնում, սիտ խուժան հետամնած ժողովուրդը, այդ աղջկան հիմա քրեական վարույթ է սկսվել, դա առաջ անգամ է, միշտ հակառակն է եղել, Հայաստանում դատել են հայրենասիրության համար, հայրենիքը սիրելու համար։ Չմոռանամ ասել, որ այդ նույն հերոսները, ազգանունները նրանք հանկարծակի, թե պատահմամբ դիտավորյալ մաքրվեցին մեջտեղից այո նրանք եւ ասալայի տղաներ եք այնստեղ որոնց պրոստը գնդակար գլխից խփեցին
բանը անվադողը ծակում էին, սրանք գնում էին նայել ու հետևից խփում էին։ Դավիթի մասնախոսքը։ Դա մեր հետախուզության, այսինքն ռուսական հետախուզության հատուկ ծառայությունների մարտիկ էին։ Այսպես մտել են ազգային ժողովում, գնդակահարել են ազգային ժողովը։ Ամսի, այո, 27-ին գնդակահարել։ Մարտի 1-ին փողոցում մեզ գնդակահարել գնդակահարել են։ են։ Բայց ես վերջացնեմ միտքս, որտեղ հեռախոսազանգեր կար, հիմա ուրիշ հարցեր են տալու։ Լռում են։ Հիմա տեսեք, մի հոգի կա Հայաստան, հայոց պատմության մեջ, Վռամշապուհ արքան 1000 դպրոց է բացվել։ Մենք Սուրբ Մեսրոպ Մաշտոցում ունենք, չէ՞։ Այո։ Այ մեր համար օրինակելի նմուշային պետական գործիչը Վռամշապուհ արքան է։ Պետական բյուջեից այսինքն ինչքան փորիգար ինքը չկերավ, այդ բոլորը զոհաբերեց, պալատը, հայ ազնվականությունը, ինչքան բանից հրաժարվեց, որպեսզի Հայաստանում դպրոցներ բացվեն։ Հիմա մեր օլիգարխները եւ իշխանությունը հիմա պատրաստ են կրկնելու Վռամշապուհի գործը։ Այդ դպրոցական ռեֆորմի մասն է, քո ասածն եմ ասում, ուզում ես խանգարես։ Չէ՞։ Խանգարեմ։ Դավայ։ Այդ բանի աչ թևի վրա Դավթաշենի կա։ Բոլորը դեպուտատների առանձնատներ են, մեծ մասը։ Դեպուտատները Գույքահարկ դրեք թող ճռռան։ Գույքահարկ դրեք։ դեպուտատները նաև Արա գույքահարկ ես դնում, հարցը լուծվում է։ Դա հասարակ բաներ են։ ասում են ասա Փաշինյանին։ Դու երկում ես, դու ես ազդեցիկը։ Դու հիմա ասա գույքահարկ դրեք։ Գույքի վրա հարկ դրեք 5000 քառակուսի մետրանոց բնակելի մակերես ինչ ես սարքում։ Ով հանգնում 3 հարգանի առանձնատուն է սարքում։ Երրորդ հարկը որը չեն օգտագործում հետո։ Պետությունը, այ ես ասում եմ, նմուշ ունենք Վռամշապուհ արքան։ Պետությունը Հայաստանը դարձրեց կրթության երկիր։ Թույլ տվեք ինձ էլ միջամտել կարելի է։ Վերջապես։ Այդ գույքահարկը, որ ասում եք, ես օրինակ դեպքեր գիտեմ, մտավորական մարդիկ Երևանի կենտրոնում, ես գիտեմ 100 տարի ունեն այդ տունը, իր պապից ժառանգած, եւ գույքահարկը այնքան է բարձացել այդ կենտրոնում, որ այդ մարդիկ ստիպված պիտի ծախեն այդ տունը գնան։ Որ չծախեն նվիրեն քաղաքին։ Խնդիրը Անգլիայի գույքահարկը 6 անգամ կարծեմ բարձրացել 100 անգամ Անգլիայի թակուին պալատը նվիրում է պետությանը, գույքահարկը մեծ է։ Նվիրեք պետությանը։ Բայց դա արդարացի է։ Շատ արդարացի է։ Կամ դու թակավոր ես ուրեմն փող ունեցի, վճարի գույքահարկը, եթե չես կարողանում, նվիրի պետությանը։ Լավ, մենք արդեն հեռախոսազանգեր ունենք, եկեք ընդունենք դրանցից մեկը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ պարոն Հարությունյան, բարև ձեզ պարոն Արշակյան եւ Հախվերդյան, ողջունում եմ ձեզ հեռավոր գրենդելից։ Պարոն Հախվերդյան, ես կանոնավոր զանգարող եմ նույն տապանի, պարոն Արշակյանը ինձ գիտի եւ հիմա ուրախ եմ նաեւ ձեզ հետ խոսելու։ Իդեպ դուք մեր ընտանիքի համար բավական հարազատ եք, ձեր հայտնի երգը հնչեց իմ վերջին զանգին։ Մեր սիրո Աշունը։ Դա 92 թվականն էր, անկախ Հայաստանի առաջին վերջին զանգը, շնորհակալություն ձեր գործունեության համար։ Ես ձեզ երկու հարց, առաջինը ձեզ երկուսին եւ երկրորդը կոնկրետ պարոն Հախվերդյանին։ Առաջինը կարճ հարց է, կուզենայի իմանալ ինչ գործ ունեն ձեր նման խելացի հայրենասեր երկու մարդ Փակ TV այդ հայտնի հաղորդմանը, ես բավական հարգում եմ Համլետ Ուշյանին, բայց այդ Փակ TV-ն միգուցե գիտեք, կոնսպիրոլոգիական, ռուսամետ, իսկ մեդիան շատ կարևոր է մեր ազգի կողմից։ Առաջինը դա է, ինչ գործ ունեք, եւ երկրորդը պարոն Հախվերդյան, ձեզ հարց, մեր մշակութային որպես գործիչ, Հայաստանի հայ ժողովրդի կողմնորոշման հետ կապված, քանի որ դա շատ կարևոր է, ինչ կարծիքի եք Հայաստանի մերձեցմանը արևմուտքին, այսինքն միանալ Եվրոմիությանը, դաշնակցել Միացյալ Նահանգների հետ, դուրս գալ ռուսական տարբեր կազմակերպություններից, այդ հապ եւ այլն, ես գիտեմ պարոն Արշակյան ինչ է կարծում, կուզենայի իմանալ ձեր կարծիքը, քանի որ ես ասեմ,
Միացյալ Նահանգները եւ այդ կենտրոնները հետևում են հասարակ հայ մարդու կողմնորոշմանը։ Դրանով Հայաստանը առավելություն ունի Թուրքիայի նկատմամբ, օրինակ Թուրքիայի 80%-ը ատում է Միացյալ Նահանգներին։ Հայաստանի մեծամասնությունը նրանք գիտեն, որ սիրում են Միացյալ Նահանգներին։ Կուզենայի իմանալ, արդյոք հասկանալի է, շնորհակալություն։ Իմ ստեղծագործություններից սկսած ամեն ինչով ես պարտական եմ եվրոպական մշակույթին։ Երբեմն ես թվում է, որ ես նախքան իմ նախկին կյանքում ես ֆրանսիացի եմ եղել, որովհետև իմ բոլոր մեծ ուսուցիչները բանաստեղծական երգի Brassens, Jacques Brel, Léo Ferré եւ այլն եւ Ազնավուր կամ Էդիթ Պիաֆ եւ առհասարակ ես Եվրոպայում բավականին ժամանակ ապրել եմ թե Ֆրանսիայում, թե Չեխոսլովակիայում, թե տարբեր տեղեր, նրանց ուկլադ, նրանց ապրելու ձևը ինձ ավելի է դուր գալիս, քան եթե Ամերիկան նայենք Գլենդելով կամ Լոս Անջելեսով, դա բոլորին ուրիշ Ամերիկա է, Բոստոն եւ այլն հյուսիսային այդ քաղաքները բոլորին ուրիշ, բայց ես երբեք մեծ սիրով չեմ վերաբերել Ամերիկային, բայց Եվրոպայի կողմից ինձ որ հարցնում էին դու որ ուժի կողմնակիցն ես, ես դեռ չէի տվել իմ ձայնը որևէ կուսակցության, ես ասի նրանց, ովքեր որոշել են շարժվել դեպի Եվրոպա եւ վերջ։ Եվ երբեք չեմ թաքցրել այդ բանը։ Ես էլ փակտիվի առիթով ասեմ, անընդհատ բարեկամ, Ինձ այնքան ժամանակ չէին կանչում, ինձ կանչում էր մենակ փակտիվին։ Ես կարծում եմ, որ անընդհատ ներկա բացակայի խնդիր կա։ Առիթ է, օրինակ հիմա մեզ հրավիրել են, Նոյան Տապանը հրավիրել է, մենք սիրով ընդունել ենք, որտեղ ասելիք ունենք, որ այդ ասելիքը ունի իր ուն կնդիրը։ Ուրեմն եթե ես այդ օրինակ մեկ-մեկ բերում եմ, եթե որևէ մեկի պոլիփետը Հայաստանը տանում է դեպի անկախություն, ազատություն, ժողովրդավարություն, ես որ այդ պոլիփետի կողքը կկանգնեմ, ես կպաշտպանեմ պոլիփետին, դա ՀՀՇ-ի հնարած տերմինն է, այսինքն կարևոր չի թե ով է տեսախցիկը ինձ տալիս, մենք իմիջիայլոց հենց դրա մասն է պատում, որ մենք պիոներ ենք եղել, մենք սովետական դպրոց ենք գնացել, մեր ծնողները նացիզմի դեմ կռվել են, արուն են թափել, եթե հարմար լինի, ուղղակի, քանի որ ես նրանց հետ եղել եմ, ես Ամերիկայի երբեք չեմ ասել, սիրում եմ կամ Արևմուտքը, Ամերիկան դա արևմուտքի զինվորն է, Եվրոպան բոլորին ուրիշ երկիր է, Եվրոպայի զինվորը Եվրոպայի առնական մասը, կռվող մասը, դա Ամերիկայի միացյալ, դրանք իռլանդացիներ են, գերմանացիներ են, անգլոսաքսոններ են, ամերիկացիները։ Ֆրանսիան ինտերնացիոնալ բրիգադներ ունի, որոնք պրոֆեսիոնալ մասասպաններ լեգիոնը։ Ես ուզում եմ ասել, որ Ամերիկայի միացյալ նահանգները այսօր Եվրոպայի արևմուտքի զինվորն է։ Ճիշտ այնպես ինչպես Ճապոնիան ու Հարավային Կորեան։ Ամերիկայի զինվորները դրանք Իսրայելի կռվողներ։ Իսրայելը այսօր մեր դաշնակիցն է։ Իսրայելը մեր դաշնակիցն է Հայաստանում ընդհանրապես դա առանձին քննարկման բան է։ Մենք կապկում ենք ռուսական հակասեմիտիզմը կապկելու համար մենք էլ ենք ասում։ Այդ իմաստով։ Հա, մենք ուղղակի պետք չի կապիկություն անել հակասեմիտիզմը, հանցագործությունը եւ հիվանդությունը։ Շատ լավ։ Հա, շատ լավ։ Ես մի նախադասություն ուզում եմ ասել, որ ցավոք սրտի այսօր մենք ասպարեզ չի լինում, օրինակ Ռուբենը ասպարեզ չունի։ Ես ասպարեզ չունեմ, եթե ինձ հրավիրում են որևէ տեղ, օրինակ ասենք այդ Եվրաքվեի ժամանակ, դուք պատկերացնում եք ներկա բացակա, այսպես մեր հարգելի հասկացա, բայց մենք շատ երկար պատասխանեցինք նրան։ Ուրիշներն էլ կան։ Տեսեք ներկա բացակա են անում, ասում են Եվրոմիություն, թե Եվրասիական միություն, ընդամենը 4 կազմակերպություն գալիս է ռիսկ է դա, վտանգ է, գալի կանգնում է Եվրոմիության կողքին։ Վերջ, այսինքն մյուսները, եթե բացակայել են, այդ բացակային, հիմա ես կարող էի չգալ, ինձ համար հիմա լավ եղանակ է հարմար տակ, բայց ես եկել եմ կռվում եմ հիմա, ես կռվում եմ անազատության դեմ, ես հիմա իմ խոսքը բերում եմ ասում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք որ կողմ են
ազատությանը, ժողովրդավարությանը, հենց մենք եկել ենք շաբաթ օրով, դա ենք ասում, հրաժարվել ենք մեր հանգստի ժամից, եկել ենք կռվում ենք, ուրեմն Հայաստանում կան ուժեր, որ պահում են այդ դրոշը պայքարի, հիմա փակ տևեն, բաց տևեն, կիսա բաց տևեն, որը որ ինձ կհրավերի կասի, արի ու չեմ սահմանափակում քո խոսքը, արի բան ունես ասելու ասակ, ես կգնամ կասեմ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Ռուբեն Հախվերդյանի եւ Ազատ Աշատյանի հետ եւ վերջապես այսպես մոտենում ենք գլխավոր թեմային։ Այնուամենայնիվ հասարակությունը պիտի ունենա արժեքային համակարգ։ Պետությունը պիտի ունենա մշակութային եւ ինքնության միջուկ, որի վրա պետք է հենվի այդ ամբողջը։ Եթե մենք արհեստական դրանք կտրում ենք, ես էլի կամ դասագրքերին, ես կարդացել եմ, ասենք Անդրանիկ Ծառուկյանի մանկություն չունեցող մարդիկ։ Դա լույսատես է։ Երբ որ սովետական միության ժամանակ արգելված խոսք կար, այդ ժամանակ մեր մոտ առաջացավ, ասենք, մի ձեռը որ մարդու կտրում ես, մյուս ձեռքը ուժ է անում է։ Միջին արևելքում հրաշալի գրականություն ստեղծվեց։ Անդրանիկ Ծառուկյան, Հակոբ Օշակյան, Վահե Օշակյան եւ այլն, դրա մասին ոչ ոք տեղեկություն չունի եւ դրանք պետք է մտցվեն մեր դասագրքերի մեջ։ 20,000-ից մեկը Սիմոն Սիմոնյան, որտեղ գրում է, որ Դրաստամատ Կանայանը եւ Գարեգին նշտե 20,000 հայ կոնցլագերներից ազատեցին եւ ուղարկեցին Ամերիկա։ Ինձ համար ես մի օր ասի, երբ որ մենք ասում ենք ֆաշիզմ մասին, ես գիտեի, որ Ստալինը ֆաշիստ է։ Ուրեմն երկու ֆաշիստական պետություն, Գերմանիա եւ Ռուսաստանը կռվում են եւ զոհվում են հայեր։ Ոչ միայն հայերը, ազգային մնացած փոքրամասնությունները։ Ինչի վրա մենք պետք է հենվենք։ Մենք պետք է հենվենք մեր իրական արժեքների վրա։ Ասենք ես կարող եմ խոսել միայն գրականության մասին, երաժշտության մասին։ Դա պարտադիր բանա որ արևմտահայ գրականությունը անպայման պետք է մտնի մեր դասագրքերի մեջ, որովհետև դա իրոք հայրենասիրական գործեր են եւ նրանք իրական հայրենասեր մարդիկ են։ Եվ իրաց ոչ ոք չէր ստիպում լինել պրո-ռուս կամ պրո-թուրք կամ տես մի բան։ Այնտեղ ազատ էր գրականությունը։ Հիմա այսօրվա դրությամբ ես Նիկոլ Փաշինյանի գործողությունները չեմ հասկանում։ Աչ են գնում, ձախ են գնում, այս ժողովուրդը հոգեկան տվայտանքների մեջ է, որտեղ չի հասկանում, թե դու ուր ես տանում, հարգելի պարոն վարչապետ, այս հասարակությանը։ Նախ եթե դու կոպիտ ես վարում, ասենք Գագիկ Ծառուկյանի, ասենք ոչ թե դու, այդ գետին գցելը, ձեռը ոլորելը, բան այդ մի քիչ կներեք արտահայտությանս, մի քիչ վայել չի մարդուն էլի, նա առանց հետ էլ գնում էր, հասկացանք, ինչ-որ բաներ կերելա, բողքեր կերելա բան արել, բայց չի կարելի տենց վարվել մարդու հետ, որովհետև եթե դուք տենց վարվում եք, դուք հավասարվում եք նրան, այսինքն դուք ինչով եք տարբերվում նրանից, քո թշնամուց կամ չգիտեմ, քո երկիրը տարանողից։ Ես կարծում եմ, որ հարկավոր է արմատական լուծում տա դրան, այսինքն 200 տարվա քաղաքական գնահատականը, այն ինչի մասին մենք որ խոսում ենք հիմա, դասագրքերի մեջ դա պետք է արձանագրվի։ Շատ մենք հեռախոսազանգեր ունենք, որոնք շատ են, ես 1-2-ը փորձեմ պատասխանել, բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ, պարոն Տիգրան։ Շատ շնորհակալություն հյուրերի համար, պարոն Աշակյանի եւ Ռուբեն Հախվերդյանի, շատ կարոտով եմ ես լսում, 40 տարի առաջ եմ Ռուբեն Հախվերդյանին տեսել Արտաշես Հունանյանի արվեստանոցում։ Ինքը թանկ մարդ է, շատ թանկ, եւ խնդրում եմ ինչքան կարելի է հաճախակի հրավիրել, որտեղ մենք հիմա հոգուսով ենք ապրում։ Հերոստատուցենյանը նոր տեսակի մարդիկ են առաջ եկել, նոր մտածողություն, որը մեզ հոգեհարազատ չի, չկա, մենք կորցրել ենք արդեն։ Հիմա պարոն հայկական ժողովրդական երգերը ես լսել ու սովորել եմ Արտաշես Հունանյանից։ Հարար ջահել ժամանակ եմ իրան տեսել։ Դուք ես կուզեի Ռուբեն ջան, մի հատ ձեր պապայի անունը ասեք, խնդրում եմ։ Խնդրում եմ։
Եվ ձեր շատ կարոտել եմ։ Ես ձեզ հիշում եք Արտաշես Սունանյանի հարցն եմ։ Արտաշես Սունանյանը ավետարություն տեստեսել։ Շատ ուրախ եմ։ Ես Արտաշեսից եմ սովորել, լսել հայկական ժողովրդական երգերեն, չո երկումա։ Գիտեմ, ձեր խումբը գիտեմ։ Նա ինձ համար ուսուցիչ է Արտաշես Սունանյանը։ Իմ ուսուցիչն է։ Սա մեծ հոգեկան սնունդ եք մեզ տալիս, ոչ թե քաղաքական։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Եվս մեկ հեռախոսազանգ, բարև ձեզ դուք եթերում եք, խնդրում եմ իջեցնեք ձեր հեռուստացույցի ձայնը։ Այդ ձայնագրությունն է հիշում։ Մոտորապես 20 վայրկյան հեռու տարբերություն կա այստեղից Լոս Անջելես, այնպես որ այսպիսի այո հեռուստադիտող զանգահարել եւ հեռուստացույցներ միացած։ Ինչևէ, հիմա մեր հաղորդման վերջին րոպեներն են։ Ես հասկացա, որ մենք այն ասելիքի ինչի մասին ուզում ենք խոսել, կկարողանանք անել, եթե այս հաղորդումները դառնան պարբերական, որովհետեւ խոսելիք իրոք շատ կա եւ ամեն մի թեման երևի մի հաղորդման խնդիր է։ Բայց արդյոք այդ դուք դաստիարակության վրա եք անում, դպրոց, դասակարգեր, երիտասարդություն, դուք խոսում եք ավելի շատ հասարակության առողջ լինելու մասին։ Հիմա հասարակության առողջությունը կարող է կախված լինել մի բանի հետ, անվերապահ օրենքի ենթարկվել, բոլոր օրենքը բոլորի համար հավասար է, պետք է լինի որոշակի ուրեմն մոտեցում պատմության նկատմամբ, պատմության եւ ինքնության այդ սյունից պետք է հեռու չգնալ, եւ երրորդ, ինչպես դուք ասացիք, քաղաքական գնահատական տալ այն շրջաններին, երբ մենք ապրել ենք բռնակցված, երբ մենք արել ենք ոչ այն ինչ որ մեզ է պետք, այլ արել ենք այն ինչ որ պետք է մեր այո, մեզ ստիպել են։ Եթե կարճ ասելիք ունեք, մենք ունենք մոտավորապես 3 րոպե, ամեն մեկիդ 1.5 րոպե։ Ասա Ռուբեն։ Ասա, եթե ժամանակ մնա, ես կշարունակեմ։ Ես ուղղակի կուզենայի հստակություն մտցնել արտաքին քաղաքականության մեջ վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը։ Հստակություն, որտեղ մեր ժողովուրդը հոգնել է, ոչխարի հոտ չի, որ մեկ ձախ գնա, մեկ աջ գնա, հստակություն մտցրեք եւ ասեք վերջապես մենք ուր ենք գնում եւ ինչի համար։ Այս դանդաղկոտությունը, ես այն անգամ էլ իմ արտադրության մեջ ասի, երբ որ մի բան ուշացած ես անում, երբ որ ես բռնություն չասեմ, երբ որ կաշառակերության, կոռուպցիայի դեմ պայքարում ես, ասում ես հիմա պայքարելու ու անում ես 8 տարի հետո, դա մի քիչ փոքր-ինչ արժեքազրկվում է, պետք է ժամանակին անել ամեն ինչ, դուք միշտ ամեն ինչ անում եք ուշացումով, դա իմ կարծիքն է։ Ես կարծում եմ, որ պետք է լուստրացիա արվի, լուստրացիա, պետությունը պետք է պարտադրի ազգային արժեքներ, պետական արժեքներ, մարդասիրական արժեքներ, պետության խնդիրն է դա, մեր պետությունը պետք է գնահատական տա, նախորդ ժամանակների գնահատականը տա, ես դրա անունը դնում եմ լուստրացիա եւ պարտադրի արդեն մեզ հարազատ, մեր երկիրը ուժեղացնող, մեր հասարակությունը առողջացնող արժեքային համակարգ։ Մեզ պետք են ուսուցիչներ, մենք ուսուցիչների կարիք ունենք, ոնց որ ասենք Արտաշես Սունանյանն է եղել ինձ համար եւ այլն։ Մենք մեր առաջամարտիկներին պետք է առաջ տանք, պետք է օգնենք նրանց, պետք է տաղանդավոր մարդկանց առաջ տանենք, այն թրիքը պետք է մաքրել վերջապես, աղյանախորներ պետք է մաքրվի։ Եվ վերջում էլ ասեմ, որ անգամ ամենա ճիշտ բաները, եթե անում ես սխալ ճանապարհով կամ ոչ իրավական ճանապարհով, իրանք աստիճանաբար կարող են վերածվել միջհարիքի, որը որ հետագայում այո ինչի դեմ պայքարում ես, որովհետև ինձ համար անհասկանալի է, եթե այն իրավական հիմքերը, որոնք կային այս ձերբակալությունները, այս
բռնագանձումները, որ հիմա արվում են օլիգարխներից, Հայաստանում ոչ ոք չի կասկածում, որ դրանք արժեն, որ արվեն, բայց եթե դա օրինական ճանապարհով է արվում, միայն այդ դեպքում, որովհետև անօրինական ճանապարհը կարող է բերել Սանսումների, անկանխատեսելի հետևանքների։ Արդարացի բառ ասենք։ Այո։ Սրանով ես ուզում եմ այսօրվա հաղորդումը ավարտել, խոստանում եմ մեր հեռուստատիտողներին, որ այս ֆորմատով հաղորդումները կշարունակվեն, հուսով եմ, որ դուք հաճախ կտեսնեք Ռուբեն Հախվերդյանին եւ Ազատ Արշակյանին այս ֆորմատով եւ մենք արդեն ոչ թե ընդհանուր հարցերից խոսենք, այլ խոսենք կոնկրետ հարցերի մասին եւ կփորձենք միասին փոքրինչ նպաստել նրան, որ այս իրավիճակը մի փոքր բարելավվի։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։